Աշխատանքային կարգապահություն խախտողը զրկվում է տվյալ տարում բնակարան կամ հանգստյան տան ուղեգիր ստանալու իրավունքներից։ Ցուցանակը Կույրերի միավորման Գյումրու ուսումնադաստիարակչական ձեռնարկության պատին կախված է երկար տարիներ։ Մինչ խորհրդային կարգերի փլուզումը այն կիրառվում էր խստորեն։ Ներկայում ոչ միայն ցուցանակում զետեղված գրառումներն են ուժը կորցրել, այլև Կույրերի միավորման արտադրամասն է մատնված անգործության։ Նյարդեմ Կույրերի մասին չեն խոսում, չեն մտածում մի աշխատատեղ ստեղծել։ Արագակարների պատվեր ձեռնարկությունը ստանում է 3-4 ամիսը մեկ, այն էլ փոքր քանակությամբ։ Մյուս կողմից էլ եղած հաստոցներն են խորհրդային տարիներից մնացած, դրանք հետզհետե մաշվում ու շարքից դուրս են գալիս։ Ավելի քան 300 շահառու ունեցող Կույրերի միավորման Գյումրու կառույցը ունի բազում խնդիրներ։ Զբաղվածությանը շարունակում է մնալ գերակա։ Կառավարությունը շատ մեղավոր է։ Պետք է հատուկ արտադրություն անի, որ արտադրանք կարող է Կույրերը արտադրեն, դա ոչ մեկին թույլ չտա։ Կամ ներմուծելու, կամ հեստեղում արտադրելու, քանի տպարան արագակարգ տպարանակ է տպում։ Բայց մենք կարող է Կույրը կարող գիտեք, կարող է աշխատացնել։ Բացի դրանից առաջնային է համարվում նաև Կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի հարցը։ Ապահովված չեն նույնիսկ բնակության վայրից Կույրերի միավորում հասնելու տարրական պայմաններ, ասում է Ալբերտ Թորոսյանը, մատնանշելով փողոցների անմխիթար վիճակը։ Տիրական չկա։ Գոնե փողոցը չեն մտածում այն մարդ։ Կույրերը արեք, ձեր աչքերը կապենք ու ասենք ես փողոցով գնա։ Դες կարող ես գնալ։ Տեղաշարժի հետ կապված խնդրից դժգոհում են նաև շահառուները։ Ես տեսողական խնդիր ունեցող շատ բազում խնդիրների հետ է, թե տրանսպորտային շարժվելու համար, թե աշխատանքային, թե ուսումնական, բոլոր կողմերից, բոլոր ճյուղերից խնդիրներ ունի։ Տեղաշարժման շատ դժվարության համար է, դժվար ինձ համար։ Աշխատանքի հետ կապված խնդիրը լուծելու քայլեր է ձեռնարկում կենտրոնը, իրականացնելով համակարգչային դասընթաց տեսողական խնդիրներ ունեցողների համար։ Հակոբ Մելքոնյանն արդեն ուսանել ու հիմա անցել է աշխատանքի։ Ամեն առաջի հեշտին դա երևակայությունն է և հիշողությունը, չտեսնող մարդու համակարգիչը սովորելու համար ստեղնաշար է,
սովորելու համար 2014 թվականի դեկտեմբերի 1-ից ընդունվեց մեզ մոտ աշխատանքի 1 տարի պայմանագրով ծրագիրը զբաղվածության կենտրոնի հարմարեցման ծրագրով է հաղորդել աշխատանքի Երևան 10-օրյանն էլ համակարգչին տիրապետելու առաջին քայլերն է անում։ Դասերը սերտում է Բրայլյան այբուբենի միջոցով։ Մարդկան ճիշտ է կարող է ցույց տանք, որ գիտենք, բայց դրսի մարդիկ կարող չեն ընդունեն, որտեղ ամեն մարդ չէ, որ կույրին կարող է իր մոտ աշխատանքի վերցնել։ Կույրերը և տեսողական այլ խնդիրներ ունեցողները դուրս են մնացել համապատասխան ատյանների ուշադրությունից, վստահեցնում են շահառուները, առկա խնդիրների հետ մեկտեղ նրանք լիահույս են, որ իրենք էլ մի օր կդառնան հասարակության լիարժեք անդամ, կապահովվեն աշխատանքով, իսկ մի տեղից մյուսը տեղափոխվելն այլևս խնդիրներ չի առաջացնի, ինչպես իրենց, այնպես էլ իրենց շրջապատողների համար։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Աստարար։